Հայաստանում աղքատության կայուն նվազեցման համար միայն տնտեսական աճը բավարար չէ։ Անհրաժեշտ են ավելի շատ եւ ավելի որակյալ աշխատատեղեր, բարձր արտադրողականություն եւ սոցիալական պաշտպանության ավելի հասցեական քաղաքականություն։ Այս եզրակացությանն է հանգում Համաշխարհային բանկի խմբի հրապարակած Հայաստանի տնտեսական զարկերակը ձգտելով աղքատության նվազեցնող աճի ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ վերլուծական զեկույցը, որը ներկայացվեց Գյումրիում։ Համաշխարհային բանկի խմբի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ընդգծեց, որ տնտեսական աճի դրական ազդեցությունը հավասարաչափ չի բաշխվել հասարակության բոլոր շերտերի միջև։ Վերջին տարիներին 2021-ից մինչև 2024-ը Հայաստանը գրանցել է միջինը շուրջ 8% տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ աղքատության մակարդակը նվազել է 26.5-ից հասնելով 21.7%-ի։ Սրանք անկասկած շատ տպավորիչ արդյունքներ են, սակայն երբ ավելի խորությամբ ուսումնասիրում ենք զբաղվածության, աղքատության եւ տնտեսական աճի փոխկապվածությունը, տեսնում ենք բավական հետաքրքիր պատկեր։ Պարզվում է, որ տնտեսական աճի օգուտները հավասարաչափ են բաշխվել։ Աճից ավելապես շահել են նրանք, ովքեր ունեն ավելի լավ եւ պաշտոնական աշխատանք, կայուն զբաղվածություն եւ լիարժեք ներգրավված են պաշտոնական տնտեսության մեջ։ Մինչդեռ նույնը չի կարելի ասել աղքատ բնակչության մասին։ Թեև աղքատ եւ ոչ աղքատ խմբերի զբաղվածության մակարդակները գրեթե նույնն են, տնտեսական աճից առավել մեծ օգուտ ստացել են այն մարդիկ, ովքեր աշխատում են պաշտոնական պայմանագրերով եւ ավելի պաշտպանված աշխատանքային պայմաններում։ Զեկույցը բաղկացած է երկու հիմնական բաժնից։ Առաջինը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումները եւ առաջիկա տնտեսական կանխատեսումները, իսկ երկրորդը նվիրված է աշխատաշուկայի եւ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության, աղքատության ու անհավասարության ձևավորման եւ կրճատման վրա։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանի վերջին տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշները դրական են, սակայն դեռևս բազմաթիվ մարտահրավերներ կան, հատկապես ոչ ֆորմալ զբաղվածության ոլորտում։ Ոչ ֆորմալ եւ ցածր արդյունավետությամբ աշխատանք ունեցող ընտանիքները դժվարությամբ են հաղթահարում այդ աղքատությունը՝ ի տարբերություն մյուս ընտանիքների, բայց մենք այստեղ երկու մեխանիզմ ենք օգտագործում։ Մեկը խրախուսման մեխանիզմն է, որ քաղաքացիները իրենք եւ նաեւ գործատուները իրենք ուզենան, որպեսզի այդ աշխատատեղերը ստվերից դուրս գան եւ հայտնվեն ֆորմալ հատվածում, եւ պատժիչ մեխանիզմները։ Պատժիչը դե շատ պարզ է, հարկային վարչարարությունն է, որովհետեւ դա օրենքից դուրս է եւ չի կարելի դա անել, հարկային ռեսուրսների շրջանակներում ռիսկերի վրա հիմնված ստուգումներ, օպերատիվ հետախուզական գործունեություն, թվային գործիքներ եւ այլն, փորձում է դրանք վերանել եւ կարծես տիպողաբար բերել ֆորմալ դաշտ, որը աշխատողներին ավելի պաշտպանված է դարձնում, հա, տարբեր առումներով։ Թեև գործազրկությունը շարունակում է նվազել, այն դեռևս բարձր է շուրջ 12.8%։ Միայն սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները չեն կարող երկարաժամկետ լուծել աղքատության խնդիրը, ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել աշխատաշուկային, ասում է Համաշխարհային բանկի խմբի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը։ Գործազրկությունը նվազում է, բայց նույնպես գտնվում է 2025 թվին 12.8%-ի վրա, որը բավականին մեծ գործազրկություն է։ Իսկ այստեղում զեկույցում ավելի շեշտադրում է դրվում, որ աշխատաշուկան պետք է ունենա որակյալ աշխատատեղեր, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ մասնակցեն աշխատաշուկային եւ կարողանան աղքատության դուրս գան այդ թակարդից։ Զեկույցը ցույց է տալիս, որ բանավոր պայմանավորվածությամբ աշխատատեղերն ու ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող քաղաքացիները զգալիորեն ավելի հաճախ են հայտնվում աղքատության մեջ։ Սրանից հետո լինելու է նոր, այսինքն մինչև 1 տարի կազմելու շատ ավելի մանրամասն զեկույց հենց աղքատության եւ հավասարության գնահատման համար, որի համար ամբողջ ժամանակ աշխատելու ենք նախարարության հետ։ Մասնագետներն ասում են, տնտեսական աճը պետք է ուղեկցվի արտադրողական աշխատատեղերի ստեղծմամբ, ֆորմալ զբաղվածության ընդլայնմամբ, հմտությունների զարգացմամբ եւ ավելի արդյունավետ սոցիալական քաղաքականությամբ։ Հակառակ դեպքում տնտեսական աճի արդյունքները կարող են հասանելի չդառնալ հասարակության առավել խոցելի խմբերին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։